Վրաստանի պաշտպանության խորհրդարանական կոմիտեն առաջին ընթերցմամբ քննարկել եւ աջակցել է պաշտպանության օրենսգրքում նախատեսված փոփոխություններին։ Նորույթներից մեկը այն է, որ զորակոչիկների կանչը կկատարվի ոչ միայն ծանոթագիր հանձնելու միջոցով, այլ նաև հաղորդագրության կամ այլ միջոցներով, այդ թվում նաև կարճ տեքստային հաղորդագրությամբ։ Օրինագիծը, որը վերաբերվում է զորակոչիկի հաշվառման եւ ազգային զինվորական ծառայության կանչի կազմակերպչական հարցերին, պատրաստվել է Պաշտպանության նախարարության կողմից։ Նախագծի համաձայն զինվորական ծառայության կանչը կիրականացվի հետևյալ կարգով. առանձին ծանոթագիր կանչ հանձնելով, որը պետք է հաստատվի տվյալ անձի ստորագրությամբ, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ծանուցումը հանձնող լիազորված անձի ստորագրությամբ, տեխնիկական կամ այլ կապի միջոցով, ինչը կհաստատվի հետադարձ կապով եւ համապատասխան մարմնի կողմից կազմված ակտով։ Եթե չի հաջողվում հանձնել ծանոթագիրը կամ երկու աշխատանքային օրվա ընթացքում չկա հետադարձ կապ, SMS-ի կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ փոստով ուղարկումը հնարավոր չէ, ապա հաշվառումն իրականացնող մարմինը ոչ ուշ, քան երկրորդ աշխատանքային օրը ծանուցումը կհրապարակի պաշտոնական կայքում։ Այդ դեպքում այն համարվում է հանձնված հրապարակումից հետո 7-րդ օրացուցային օրը։ Այս պարագայում անձը պարտավոր է ներկայանալ հաշվառման մարմին ծանուցման պաշտոնական հանձնման պահից 10 օրացուցային օրվա ընթացքում։ Բացի այդ, օրինագծով նախատեսվում է, որ կառավարության որոշմամբ կսահմանվեն այն ընտանիքի անդամները, որոնց կարող է հանձնվել ծանոթագիրը։ Նաև նախատեսված է նոր կարգավորում մտցնել պաշտպանության ուժերում, ծառայության անցնելու հետ կապված մի շարք հարցերում։ Պաշտպանության նախարարությունում նաև գործում է ծրագիր, որի շրջանակներում Վրաստանի հանրային դպրոցների ավարտական դասարանների աշակերտների հետ անցկացվում են հանդիպումներ։ Մեկ օր զինվորական քաղաքում, որի ընթացքում ծանոթանում են զինվորական կյանքին ու գործունեությանը։ Սაშუალება ჰქონდათ მოსწავლეებს ერთი დღე გაეტარებიათ ჩვენს ბაზაზე, მათ მივეცით იმის საშუალება, რომ მიიღოთ მონაწილეობა ამა თუ იმ აქტივობებზე, ჩვენთან ერთად სამხედროებთან ერთად მათ ჰქონდათ იმის საშუალება, რომ გვესადილა და შემდგომ მათ დავათვალიერებიეთ ინფრასტრუქტურა, სადაც ჩვენი სამხედროები ცხოვრობენ. Ես անձամբ ծառայել եմ Վրաստանում եւ կարելի ասել չեմ փոշմանել։ Բանակը կարելի ասել դպրոցից հետո նոր կյանքի սկիզբ է։ Ես այդպես եմ այդ պրինցիպով եմ գնացել բանակ, որ դպրոցից հետո նոր կյանքի սկիզբ։ Այնտեղ չկա մամա, այնտեղ չկա պապա, այնտեղ կարելի ասել դու քեզնով, դու քո ընկերներով, դու կարող ես արդեն պատասխանատվությունը դնել միայն քո վրա, չասես որ մաման կանի, պապան կանի։ Այդպես եմ ես մտածում, որ բանակը ճիշտ է ծառայել երիտասարդներին համար, խորհուրդ կտամ գնացողներին բարի ծառայություն եմ ցանկանում, ովքեր որ չեն ծառայել, թե ուզում են ծառայել միմյան հաջողություններ, դե ոնց ասեմ, դա իրանց խնդիրն է, ուզում են ծառայել, թե չէ։ Կան երիտասարդներ, ովքեր գնում են սովորելու, նույնպես հաջողություն են մաղթում սովորողներին, դե կան որ փող եմ ուզում, ոչ մի բան չեմ անում, դա կարծում եմ որ սխալ է։ Օրինակ իմ ժամանակ այդպես չի եղել, իմ ժամանակ մեր զինկոմիսարը Նարինջ Մանուկյանը ուղարկել է համապատասխան մարդկանց ծանուցման հետ եւ մարդիկ ներկայացրել են բանակի առավելությունը, խոսել են ինձ հետ, հոգեբանորեն պատրաստել են, դե ինձ թվում է այդքան կարևորություն չի դա։ Եվ այսպես մի բան էլ կա, կան երիտասարդներ Վրաստանում, ովքեր չունեն հեռախոս կամ հեռախոսից օգտվել չգիտեն, ասպես ասենք։ Միմյանց շատ լավ են վերաբերվում, ես անձամբ 150 վրացու հետ եմ ծառայել, այստեղից 3 հոգի հայ կայինք, ես տարբերությունը համեմատաբար չեմ զգացել։ Լեզվի խնդիրը, եթե վրացերեն գիտես, եթե չգիտես կսովորես ավտոմատ, դե սկզբից դժվար է ամեն ինչն էլ, բայց պետք է համակերպել եւ ծառայել մեր Վրաստանին, որովհետեւ Վրաստանը մեր հայրենիքն է, մենք այստեղ ենք ծնվել, մեր պապերի գերեզմանը այստեղ է։ Վրաստանը համարվելով բազմազգ պետություն, ծառայության ընթացքում զորակոչիկների համար անցկացվում են համապատասխան դասընթացներ։
պետական լեզվին չտիրապետող կամ բավարար չափով չտիրապետող զորակոչիկների համար։ Բացի այս ամենից, կամավոր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկների ընտանիքներին հանձնվում են շնորհակալագրեր իրենց երեխայի բարձր վարքագծի ու լավ առաջադիմության համար։ Ինքնական գնացել գրվել է, ինքը գնացել է 8 ամսով, թե էստից, թե ընդեղից։ Շնորհակալություն են հայտնում մեր իրեն լավ դրսևորման համար, ինքը վասկի մեջ գրավել է առաջի տեղ, այնտեղ պարապմունք կանցկացնեն Ժվանյայի համար դպրոց է։ Իդորեն նույնպես շնորհակալություն են հայտնում մեզի։ Մենք շատ ուրախ ենք, որ մենք այդպիսի թորնիկ ունենք, ցանկանում եմ բոլոր ծնողներին, որ իրանք էլ այդպիսի երեխաներ ունենան, երեխաներին հուսախապ չանեն, գնան ծառայելու, պատվով կատարեն իրենց հայրենիքի պարտքը։ Վրաստանը մեր պետությունն է, ու անկախ ազգային պատկանելությունից յուրաքանչյուր երիտասարդի պարտքն է ծառայել հայրենիքին ու բարձր պահել ինչպես իր պետության պատիվը, այնպես էլ նրա անվտանգությունը։